խոնավ օդը օվկիանոսից լցվել է Լոս Անջելես, միշտ սիրել եմ այդ բանախլապատ եղանակ, բարև ձեզ, նախ անչափ շնորհակալ եմ հանդիսատեսից, որը որ եկավ այս վերջի ներկայացմանը, ստենդափը եւ ջազը նայելու, այս ջազը ստենդափը ամեն անգամ փոխվում, ինչ բաներ են ավելանում, ինչ բաներ դուրս են գալիս, ջազն ինչ որ երգեր ավելանում, ասենք միշտ այն ով որ տեսել է անգամ անցյալ ներկայացումը, ինքը միշտ գալիս է ինչ նոր բան նայելու։ Շատ լավ անցավ, շատ լավ ձև եմ գտել դուրս գալիս է, ասենք դա չտա հեծանիներ չեմ հորինում, ըստ երևույթին դա աշխարհում կա, բարձր, չեմ ասում ես առաջինն եմ, բան տենց, չէ, առաջի քրիստոնյան չեմ իհարկե, բայց երևի թե մեր դաշտում, ասենք, նորությունն է ու ինձ շատ դուր է գալիս։ Շնորհակալություն ձեզ, նաև իմ ընկերների անունից, մեր ասենք ջազ խմբի անունից, որ եկաք այդ օրը եւ շատ լավ ժամանակ անցկացրեցինք, եթե լինի կասեմ, դեռ կծանոթեմ։ Բարև ձեզ, գրանցվեք ալիքիս, տարածեք այս նյութերը, եթե համարում եք, որ հետարքիր է։ Ես այս շատ բաղուց արդեն չեմ խոսում աշխարհաքաղաքական գործերից, աշխատում եմ չխոսեմ քաղաքականությունից, որովհետև դա ոնց որ ասում են ոչ իմ խելքի բանն է, ոչ էլ խոսելու բան է։ Այսօրվա դրությամբ կան նաև ավելի հետաքրքրող ինձ թեմաներ։ Իսկ ինձ հետաքրքրող թեման այսօր եւ միշտ եղել է ու կմնա մեր հասարակության գրագիտությունը։ Ու գրագիտությունը խոսքը դրա մասին չի, քանի գիրք ես կարդաց է, որովհետև գրքերի քանակը մարդու ինտելեկտը չի ավելացնում։ Թե մարդի իձիոտը, ասենք, կարա պրոֆեսորների իձիոտ, մենք լիքը տես դեպքեր գիտենք, չէ՞, տենց Հարվարդ ավարտած, բայց անասուն, ասենք, տուպո է, ասենք, գիտենք։ Չէ։ Խոսքը նրա մասին է, որ մարդու նա գոնե քթիցակ, ինչ ասեմ, մի բան ասեմ, այդ քթիցակ ասածը մարդու մարմնի վրա ամենակարևոր ծակն է։ Այս սրանք ասել եմ, որովհետև այն մնացած ծակերը, որ ուզում ես փակի, չէ՞ մի ծակը փակելուց մի քանի օր կապրի, մի ծակը կարող է մի ամիս էլ ապրի, խնդիր չի, բան եւ այլն, բայց եթե փակես քիթը 6 րոպե ապրում մարդն համենը։ Okay։ Նայեցի համացանցում մի հատ Facebook-ում մի հատ նյութ է ինչ որ գցած, մի տիկիներ գցե, շատ մտահոգ, որ ահա նկարում այն ինչ որ բանը, կարմիր մահիկի մեքենա է նկարում, այդ գիտեք, կարմիր խաչ կա, կարմիր մահիկ կա։ Այս մեքենան Թուրքիայից թուրքական մեքենա է, Երևանի փողոցներով անցնում է, ինչ է մտածում իշխանությունը, հա։ Եվ կոմենտները գնաց։ Խոսքը նրա մասին չի, որ դա Երևանն է կամ Երևան չի, Երևանն էլ չի, ես չգիտեմ, չեմ տեսել, չեմ խորացել, բայց Երևանը լավ իմանալով գիտեմ, որ ասենք բան չի, էլի։ Նման չէ Երևանին ամենայն դեպս։ Կարող է ինչ-որ մի քաղաք է Հայաստանում, որ չեմ եղել, չգիտեմ։ Եվ կոմենտները կարդում ես եւ իրականում իսկապես լացս եկավ, էլի։ Թուրքերը եկել են Հայաստան, լցվել են։ Ինչա մտածում ես թուրքամետ, թրքաստրուկ, թուրք, թուրքամուրք իշխանությունը դրա մասին, հա։ Ու գիտեք ինչ մի հատ իշում այդ եթե մի 10 կոմենտ ներ տենց, ես կասեի հա դե լավ դե մի 10 աննորմալ մարդկան բան գրում։ Բայց մի հատ առողջ միտք չկար մեջ, էլի, որ եթե անգամ Հայաստանի փողոցում լինի կարմիր մահիկի մեքենա, դա նորմալ է, դա վատ բան չի, ասենք կա կարմիր խաչ, որը Բաքվում արգելեցին, իդեպ, հա, բայց մուսուլմանական այլ երկրներում կա, և կա կարմիր մահիկ, ու Հայաստանում այդպիսի մեքենա տեսնելը, դա բան չէ, ազգային անվտանգությանը ինչ-որ տենց սպառնող մի երևույթ չի։ Ինձ չի հետաքրում նյութ գցողը, որովհետև նյութ կարող է պրոպագանդա է, կարող է ուղղակի հիվանդ մարդ է, կարող է սխալ է մտածում մարդը եւ արել, հիմա գիտես, ամեն ինչ հնարավոր է մարդը։
Ինձ հետաքրում է միշտ կոմենտները ժողովուրդ։ Կոմենտները ցուցիչ է։ Ցուցիչ է եւ գիտեք, եթե ուզում եք մի խորհուրդ էլ տամ, որպես Facebook-ի եւ YouTube-ի օգտատեր, որը որ ստեղծման գրեթե առաջի օրվանից մեջն է, խորհուրդ տամ ձեզ, որ եթե ուզում եք ընդհանուր պատկեր հասկանաք, պետք է մտնեք նաև ուրիշի էջերը, այն էջերը, որոնք ձեր հետևորդները չեն։ Եվ մի հատ տեսնեք ընդհանուր տրամադրությունը, ինչի մասին է, որովհետև քո էջում միշտ են մարդիկ են մեծ մասը, ովքեր որ քո հետ համաձայն են։ Իսկ այնտեղ ովքեր որ ունեն քո աշխարհայացը, հա։ Իսկ այնտեղ հետարքիր ավելի նայել, ասենք մարդիկ ինչ են ասում։ Եվ ես երբ որ իմ էջից, դու իմ էջի վրա չկա, parza, բայց իմ էջի վրա բերեց։ Իմ բանը լենտի վրա, հա։ Մտա ասենք ուրիշտեղ ու տեսա այդ սարսափը, այդ մարրազմը, այդ էշությունը, ինչ որ մարդիկ գրում են այդ մեքենայի մասին, որ դա թուրքական մեքենա է, եկել է Հայաստան ու հեսա մեջից ադրբեջանցիք դուրը բացելու են 300,000 ադրբեջանցի դուրս գա ու գնա Սյունիքում ապրելու։ Այ մոտ տրամադրությունն դա էր։ Ես հիմա այդպես ծաղկացրեցի, բայց տրամադրությունը դա էր, գրացի տրամադրությունը դա էր, եւ դա արել է իշխանությունը անպայման։ Հա։ Նիկոլա անձամբ։ Դու գիտեք ես ոնց եմ վերաբերում իշխանությանը, բայց ոնց ասում են օբյեկտիվությունը հնարավորին չափ չկորցնելով 100% չես կարա չկորցես, որովհետև օբյեկտ չես, սուբյեկտ ես եւ ունես քո սուբյեկտիվ մտածելակերպը։ Տվյալ դեպքում գիտեք, ասենք, այտենց հիմար բաների համար, ասենք, խոսել, ստեղծել լարվածություն, ման ուղղակի ոչ թե չարժի, այլ իմաստ էլ չկա ախր։ Իմաստ չկա, հիշում եք մենք խոսում ենք պրոպագանդայի մասին, ոնց է Ալիևը կարողանում ինչ-որ մեր իշխանությանը նույն մանիպուլացնել, հա, գցում է դաշտ, ասենք սկսում է խոսվել հետո, ընդդիմությունը մի անգամից սկսում է տարածել այդ նարատիվները, տարածել, ոնց որ թշնամի լինեն, էլի, իմաստը դրա, ժողովուրդ, իմաստը։ Ինչից է դա, ես հիմա եկեք խոսենք պատճառի մասին։ Ժողովուրդ, դա հասարակության տոտալ անգրագիտությունից է։ Եվ խոսքը միայն մեդիա գրագիտության մասին չի։ Տոտալ անգրագիտությունից է։ Եվ երբ որ ասում են, որ կրթությունը նորաձև է, այստեղ ամենամեծ սխալն է։ Եվ հասկանում ես, որ իշխանությունը ինքը մեծամասնությամբ ով որ ընդ նստած է անգրագիտության մեջ են։ Էլի կրկնեմ, գրագիտությունը կարդացած գրքերի քանակը չի, այլ քթի ծակն է։ Երբ որ դու ասում ես կրթությունը նորաձև է, դու մեսիջ ես տալիս սխալ։ Որովհետև նորաձևությունը այսօր կարա լինի սենց, վաղ կարա լինի այնց, տարբեր ամեն դարաշրջան, ամեն երկիր, ամեն ժամանակ ունի իր նորաձևությունը։ Շատ նորաձև էր մեր տատիները, տատիների տատիները, մեդալները կախած թուրքերի նման, ասենք, տենց, ասենք, բաջիի շորերը հակած, լաչակներով բան, դա նորաձև, նորմալ էր դա համարվում։ Հազարաշեն տների մեջ քնելը 40 հոգով երթիկի շուրջը հավաքվեն, քնեն, թե դրանք ոնց էին բազմանում, parza էլի, ասում են, անեկդոտն ասում ես, հիմիկվա հարսերը ինչ անպարկեշտ են, ասում է, տեքերը մտավ ծոցս, էդ է եղել, նորաձևություն է եղել, դա ընդունելի է եղել, նորմալ է եղել, հասկանում ես, ու հիմա է, որ խոսում ես, որ կրթությունը նորաձև է, դու գցում ես այդ դաշտը, եթե ես իշխանությունը մտածեր ժողովրդի կրթության մասին, նա չէ ստեղծվի մի նախարարություն, որը որ կրթության, գիտության, սպորտի, եսի մնչի, բտես մի հատ է, գիտեք, այնպիսի տպավորություն է, ոնց որ բանա, որ այդ շրջանները խոշորացնում են, տենց Եղվարդի շրջան, վերջ, ասենք, սաղ, ասենք բոլորին խոշորացնում, որպեսզի հեշտ լինի ղեկավար, չեմ հասկանում, կարող ապա իսկապես դες լավ է, ես չգիտեմ։
Բայց կրթության դեպքում դա անելը ուղղակի հանցագործություն է, որովհետև այո արվեստը պիտի ունենա առանձին բաներ, նախարարություն, կրթությունն է պիտի ունենա առանձին նախարարություն, որպեսզի ժողովուրդը դες տավար չլինի, հասկանում եք։ Նայում ես արա, իրոք ուղղակի զարմանում ես, ասենք այդ ինչ բակարդակ է, էլի ասում, թուրքական մեքենա է ասում անցնում Երևան։ Այդ որ 90-ականներից մինչև այսօր թուրքական ապրանք է լցվում Հայաստան, գնում ենք, ասենք, Թուրքիայից բերում ենք ապրանք, հա, երազում ենք, որ սահմանը բացվի, չի բացվելու արխային, հա, ամենալավից ապագա մոտ ժամանակներս, հա, այդ որ Պարսկաստանից ֆուրերը գալիս են, դրանք թուրքեր չէին, Ադրբեջանում ապրող, բանում Պարսկաստանում ապրող ադրբեջանցի թուրքերն էին։ Այն ժամանակ նորմալ է, իսկ հիմա պիտի խոսել դրա մասին, որ թուրքական մեքենա անցավ, էլի կրկնեմ, որ ինձ թվում է դարձապես Երևանի հետ կապ չուներ այդ փողոցը, որ նկարած էր, ուրիշ տեղեր էր ինչ որ տենց, հա։ Ուղղակի որպես ռոպագանդա, որպես բան ինչ որ մեկը գցել էր։ Մենք էլ կուտը կերացած ու գնում էինք խոսում էինք հենց դրա մասին, հա։ Չնայած հիմանցյալ նյութերը հենց դրա մասին է, որ ռոպագանդան ոչ թե մարդուն ապուշացնում է, այլ հենց ապուշների համար է։ Հիմարների համար է ռոպագանդան, ժողովուրդ ջան, մի տրվեք դրան։ Մի տրվեք, մի գնացեք։ Բայց հասկանում ես, պատճառներն ես հասկանում, որովհետև տեսեք, այդ իշխանությունը վերջնես, ոչ միայն իշխանություն, այլ ակտիվ մասսան, այսօրվա Հայաստանի ակտիվ մասսան երիտասարդներն են։ Միշտ երիտասարդներն են, չէ՞ ակտիվ մասսան։ Հանած այն մասը, որ իսկապես կիրթ են, որ իսկապես հասկանում են, ուղեղ ունեն, ինչ որ ամբիցիաներ ունեն իրենց կյանքում, ուզում են առաջ գնալ, այդ մասան հանած, այն մյուսը բոլորը 90-ականներում են ծնվել, ասենք ինչ է, կերածները ինչ է, յուղգոն չի եղել, հա, ինչ են տեսել, կրթություն չեն ստացել առանձնապես, ինչ ասենք, յուպիսոկ են խմել, պարսական են, որ թուրքերը բերում էին, պեչենին վառում դրում են սպիրտով, գիտակ, որ գալինա բլանկայով բուլյոն խմեն։ Էդ է, որ թերի զարգացած, կրթություն չստացած, ուղեղը չաշխատացած մասսա է։ Եվ այդ մասան ցավոք նաև նստած է իշխանության մեջ, այսօրվա էլիտայի, ասենք, ինչ-որ մի մասն է, որը որ չի կարող վեր կենա, ասենք, վարչապետին ասի, պարոն վարչապետ, կրթությունը նորաձև չի, կրթությունը անհրաժեշտություն է, ու մենք պետք է ամեն ինչ անենք, պայմանավորվենք լավագույն բուհերի հետ աշխարհում, տարեկան մի 10-15 հոգի լավ ուսանող ջոկենք, անձամբ, չգիտեմ, կամ էսի ինչ-որ կոմիսիա ստեղծենք, ջոկենք եւ ուղարկենք արտասահման սովորելու։ Ուղարկենք սովորելու, որպեսզի վերադառնան երկրին օգուտ տան։ Հա։ Այնպես ոնց որ Ադրբեջանն անում, գիտեք, Ադրբեջանը տասնյակ մարդիկ է ուղարկում դուրսը սովորելու համար։ Տասնյակ մարդ, եւ իրանք ավելի կրթված են, քան թե մենք։ Այդ եզերը, որը խնդում ենք սաղ օրը, հա, այդ տոտալիտար, այդ անասուն երկիրը, որը որ մի հատ, ինչ ասեմ, մի հատ չիբանա բուսներ, ասենք, Կովկասի վրա, կրթվում է եւ շատ արագ։ Մենք տանուլ ենք տալի ոչ թե միայն ֆիզիկապես, դեմոգրաֆիայով, չգիտեմ, աշխարհաքաղաքական գործերով, այլ նաև այդ մակարդակի վրա։ Եվ ես վախենում եմ։ Այո, վախենում եմ, որովհետև կրթությունը տոտալիտար հասարակությունում, որը որ ատելությամբ լցված քո նկատմամբ, վտանգավոր է։ Վաղը դա օգտագործելու է քո դեմ։ Եվ ոչ միայն ԱԹՍ-ներով կամ էսի ինչ, հա, գիտությամբ, բարձր տեխնոլոգիաների զարգացությամբ եւ այլն եւ այլն։ Հիմա իհարկե որոշ մարդիկ էլի կմռմռան, կասեն, «Ա դու ինչ գիտես, սա մենք գիտես չեր ենք անում արա մեր IT ոլորտը ախպերարա։ Մենք գիտես ինչ
կենտրոններ ենք ստեղծել, հեսա գրել ենք արդեն, հեսա Տրամպը միլիոնները տալու է, մենք էդի անենք։ Չեմ դեգավարի, հա։ Գիտեմ, տենց մարդիկ կլեն իհարկե։ Բայց ես ոնց ամա կողեք աչքս իմանամ։ Կողեք աչքս, որ 10 ուսանող ուղարկել եք Հարվարդ սովորելու։ Այդ 10 ուսանողից մեկը պարզա մեկը կլինի, որ էլի անասուն կմնա Հարվարդ ավարտած, տենց մազերի խնակը դնի է շեշ դուս կտա։ Որոշների նման։ Գիտենք, պարզա, բայց 10 էլ բրակ չեն կարող անել, էլի։ Մեջներից ինչ որ նես մարդիկ կլեն, որ չեն խայտարակի ռեսպուբլիկան։ Էդ է ասածս։ Դրա համար խնդրում եմ քննադատությանս վերաբերվեք օբյեկտիվ, նայած էլի օբյեկտ չեք, սուբյեկտ եք, բայց հնարավորին չափ ձեր սուբյեկտիվայնությունը դրեք են կողմ եւ հասկացեք ինչի մասին եմ խոսում։ Նա խոսքը իհարկե նաեւ իշխանությանը եւ իշխանամետ այդ բաներին է, զանգվածին է վերաբերվում, որ գիտեք, ես լավին լավ եմ ասում, վատին վատ։ Այսօրվա դրությամբ հասարակությանը մեծ մասը անգրագետ է, տգետ է, չի հասկանում շատ բաներ եւ դա ձեր խնդիրն է։ Դա ձեր խնդիրն է, դա ձեր ընտրազանգվածն է, դա եւ բարձա շատերը կասեն, որ դե իրանց զերա տալի, որ ասենք մարդիկ անասուն ունեն, բան տենց չմտածեն, ընտրություններին հեշտ մանիպուլացվեն, բան։ Հա, բայց հետո, մինչեւ երբ։ Հետո վերջի ինչ ալնելու, լավ։ Հետո վերջ սախելով մարդիկ կգնան երկրից։ Հա, որովհետեւ չեն կարող ասենք բան գոմում ապրեն, չեն կարող ասենք գազանոցում ապրեն։ Ու կմնաք դուք ինքներդ բան տես նորմալ նստած, հա, ղեկավարեք։ Ինչ ասեմ, մի էշություն դուս գտակ սա կներվայնանան, հետո ընդես մի էշություն դուս գտան Ադրբեջանից էլին կներվայնանան, հետո կհանգստանան, մի բան կասեն, բայց դա թող խաղաղություն է, լապիտես 2 տարի կրակում չեն, հա, ճիշտ է։ Եվ դա նշանակում է, որ վերջ խաղաղությունը ալտերնատիվա չէ, ունի ալտերնատիվա խաղաղություն, խաղաղության ալտերնատիվը պատերազմն է։ Ու եկեք բան հիմա տենց գիտնականի տեսք չընդունեմ, էլի բան տենց չասեմ, որ պետքա պատրաստվես պատերազմի, որ խաղաղություն լինի։ Իսկ ես ավելի քան համոզված եմ, եթե մենք լինենք ավելի կիրթ, ավելի ուղեղներս աշխատացնենք, ունենանք նորմալ գիտություն, ասենք մեզ իսկապես կոտրել չի լինի։ Չգիտեմ, ես այդպես եմ մտածում։ Միգուցե սխալ եմ։ Խնդրում եմ լայք դրեք հենց հիմա այս վիդեոին, հա։ Տարածեք։ Կոմենտներ արեք, եթե սխալ եմ, եթե համաձայն չեք, խնդրեմ։ Բայց ինչի եմ ասում տարածեք, այ որպեսզի այս վիդեոն ընկնի նաև ուրիշի դաշտ, հա։ Ոչ թե մենակ իմ հետևորդներն այն, արա Սերգեյ ջան, դու կարքին տղա ճիշտ բաներ ես ասում, գիտեմ որ ճիշտ բաներ եմ ասում։ Նաև գիտեմ որ կարքին տղա եմ։ Եվ շատ համեստ։ Բայց լավ կլինի, որ այս ամեն ինչը տեսնեն նաև այն մարդիկ, որոնք այդպես չեն մտածում, ինչքան մենք սիրելի հետևորդներ։ Վերջ, հետևեք էջերիս, Patreon-ում կարող եք աջակցել, եթե ուզում եք, տարածեք եւ ես կնոպ կգտնեմ